Էս երկու վիրավոր էլի։ Էս իրա բալոնն ա տղեկ։ Էսա, այստեղ այլ է, էսա։ Դեռ շտաբօգնությունն է, չէ՞ տարե։ Երևի Աբովյան տարածքն է, Հիվանդան։ Լուսավորիչ։ Ահա, Երևանա տարե։ Չարենցավանի շտաբօգնությունը, բայց Չարենցավանները, հա։ Հոկտեմբերի 23-ն է, Կոտայքի մարզ։ Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհին դեպի Երևան ընթանալիս Չայնի ոլորանների սկզբնամասում օպեր Զաֆիրա Մակնիշի ավտոմեքենան դեռևս անայդ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ կողաշրջվել։ Վթարի հետևանքով երկու հոգի, որոնց առաջինը օգնության են ասել քաղաքացիները, եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության, Չարենցավանի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Չարենցավան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Չարենցավանի հիվանդանոցի բժիշկերը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Այս պայն պարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Չարենցավանի քննչական բաժին, իմ տեղեկություններով արդեն բաժնի պետի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ քննչական խումբը մեկնել է հիվանդանոց, ովքեր այնուհետև կժամանեն դեպքի վայր։ Բախման հետևանքով եւ կողաշրջման հետևանքով ավտոմեքենայի անվայեցաններից մեկը կոտրվել է եւ կոտրվել են նաեւ գազաբալոնները, որոնք շպրտվել են։ Ահա տեսնում եք երկու գազաբալոնները եւ կոտրված անվահեցանը։ Այս պայն պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։